Տիկին Մելոյան, ամբողջ քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանը ձեր առաջնորդը խոսեց հաղթանակի մասին, նույնիսկ չէր ուզում պարտության մասին հարցերը լսել։ Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք, ասել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը պատրաստ է արդեն ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, եթե մանդատների վերցնելու խորհրդարան գնա, կարծոք նշանակում է, որ նա հաշտվել է ընդդիմադիր լիդերի, հաշտվելու է կարգավիճակի հետ, եւ դուք սպասում եք, որ դուք մոտ 23% ձայն կստանաք, հաշվի առնելով, որ այդ ամբողջ ընթացքում ձեր առաջնորդը պնդում էր, որ ինքը հաղթելու է։ Ձեր ակնկալիքները։ Հարգելի Գայանե, արդեն առիթ ունեցա ասելու, ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Համոզմունք ունեմ, որովհետև այս խախտումները իրանց ծավալային կշիռով, սկսած մեր ակտիվի ձերբակալություններից եւ կալանավորումներից, մեր գործընթացը կաթված արանելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհանուր անգամ կաշառքների դրվագների մասին ունենք մեզ հաղորդումներ ահազանգել, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում, հա, որ կոնկրետ տեղամասեր կա, որ դրա շուրջ բոլորը գումար ա բաժանվել, անգամ ունեցել ենք դեպք վստահված անձը նկարել է, ոստիկանները մարդու ձեռքից խլել են հեռախոսը եւ այդ տեսանյութը ջնջել են, իրան են ձերբակալել են։ Բազմաթիվ ծավալուն խախտումներ են եղել ու մեր առաջնորդը պատահական չէր պնդում, մենք ունենք համոզմունք, որ մենք հաղթանակող ուժ ենք, ամեն նախադրյալ կար, լուրջ սոցիալական ուսումնասիրություններ կար, հիմա նայեք են հայտնի մյուս հարցումները, որ հարցումներ նման թվեր տվել, կրկին հերթական նկարչություններ, ըստ էության այս պայդրության արդյունքները որևէ հարցման չի համապատասխանում, որևէ հարցման։ Այսինքն դուք ասում եք, որ այնպիսի ծավալի ընտրախախտումներ են եղել, որոնք ազդել են արդյունքների վրա եւ այդպիսով Սամվել Կարապետյանը դարձել է 23% վստահություն ստացած ուժ, նա կարող է ստանալ 50+։ Այո, հա, ես համոզմունք ունեմ, եթե քաղաքացու նկատմամբ նման միջամտություններ չլինեն, ես համոզմունք ունեմ, որ դեռ այլ պատկերի մասին էր խոսք գնալու, անգամ եթե ինչ ասեմ, բացարձակ հաղթանակի չէին գնում 2/3-ի, առնվազն, հա, այդ ընդդիմադիր ուժերը, որոնք հայտնել էին նախորդի, որ առավելագույն ձայն հավաքած ուժին կտան, այդ պարագայում որևէ կերպ քաղաքացիական պայմանագիրը չէր կարող մնալ իշխանության։ Սա ես մի հարց պիտի տամ, շարունակեմ։ Տեսեք, Տիկին Մելոյան, դուք հավանաբար դուք եք լսել, որ շատ քննադատություններ կար ձեր ուժի հասցեին, որ այստեղ բովանդակային ելույթներ չեն լինում կամ չգիտեմ, սխալ քարոզություն է տարվում եւ այլն, ամեն դեպքում ձեր հասցեին կային այդպիսի քննադատություններ, դուք այս քարոզարշավից, որ դասեր քաղել եք, դուք օրինակ կարող եք ասել, որոնք էին ձեր սխալները, որոնց արդյունքում հաստատի դուք մինչև վերահաշվարկի ավարտն եմ ասում, ստացաք ընտրողների 23% այս պահի դրությամբ։ Դուք համարում եք, որ հետ եք նայում, որ դուք քարոզչության ընթացքում այնուամենայնիվ շատ բաներ ճիշտ չեք արել։ Տեսեք, էլի ասեմ, հարգելիս, ես քան որ հիմա այն մարդն եմ, ով համոզմունք ունի, որ սա իրական արդյունք չի։ Մենք իրական ընտրական արդյունքների հետ գործ չունենք։ Սա քաղաքացու կամքի նկատմամբ ծայրահեղ միջամտություն է, ահռելի չափի իրավախախտումներ են։ Ես համոզմունք ունեմ, որ մենք քաղաքացու կամքը տեղ չի հասցվել, որպեսզի գնահատական տանք, բայց ստիպված կաշկանդվելու ենք այդ իրավունքությամբ, որ ունենք ու փորձում ենք հիմա ինչ-որ չափով շտկել այդ իրավիճակը, որովհետև այն հանգամանքը, որ մարդկանց ահաբեկել են, մարդիկ չեն գնացել ընտրության, դա շտկելի չէ։ Ինչու են դրանք խախտումներ։ Խախտումները ոչ միայն քվեարկության օրն են տեղի ունենում, խախտումները մինչ ընտրության, մինչ քվեարկության օրն են իրենց ծավալով ու ամենաշատն ու ազդեցիկը տեղի ունենում, ինչը մենք հա փորձում ենք ահազանգել։ Այս պայմաններում քարոզչություն իրականացնելը, ես կարծում եմ նորմալ նորածին քաղաքական ուժի համար անգամ համաշխարհային մակարդակով ինչ որ այտենց վաու անկրկնելի բաներ, բնականաբար ես ինքնակնդադատ եմ ու երբ որ հեսա ժամանակ ունենամ մի քիչ մտածելու վերլուծելու շատ բաներ ինձ դուր չի եկել, իմ սրտով չէր, կարող սխալվել ենք, թերացել ենք, բայց հաշվի առեք, որ մենք ընդամենը մի քանի ամսական քաղաքական ուժ ենք, ամենամեծ հանգամանքը ու այս աներևակայելի հանրային սերը աջակցությունը հենց մեր առաջնորդով է պայմանավորված, որովհետև Սամվել Կարապետյանը մարդ է, ով միշտ հայի կողքին է եղել։
հիմա Սամվել Կարապետյանի մոտիվացիան ո՞րն էր գալու քաղաքականության մեջ մտնելու, չէ, որովհետև մարդը տեսնում է արդեն վերջնակետին ենք հասել ու կարիք կա, ինչպես ինքը ասել էր, եթե քաղաքական ուժերը չեն հաջողում, ինքը իր միջամտությունը իր ձևով, մասնակցությունը իր ձև, միջամտությունը ասում է, որտեղ պրոցեսի մեջ ենք արդեն, ու մարդը եկավ իր խոսքին հավատարիմ, իր անձնական ազատությունը զոհելով, այդ մակարդակի երկրորդ մարդ կարող եք թվել, որ Forbes-ի 200 աշխարհի 100-ավոր ամենահարուստ մարդկանցից մեկն է, իր ամեն ինչը թողում է մի կողմ, գալիս է իր հայրենիքի պետության համար կռիվ է տալիս, ավելին, հա, ուղղակի կռիվ չի տալիս, իր անձնական ազատությունն է զոհում, ամիսներ շարունակ մարդը ծանր պայմաններում կալանք է կրել, որ ընդհանրապես դա առաջին հերթին տեղից սկսած հակաիրավական պրոցեսների հետ գործ ունենք։ Ես ինձ համար պատիվ է ու հենց անձամբ իր ֆակտորով պայմանավորված եմ, ես մեր քաղաքական ուժ մտել ու կռիվ ենք տվել, ուսուսի տված, կռիվ ենք տվել մեր հայրենիքի փրկության համար, որովհետև դուք չեք պատկերացնում ինչ ծրագրեր ուներ, դրանք խոստումներ չէին, մանիպուլյացիաներ չէին։ Ես շատ եմ ցավում, որովհետև Սամվել Կարապետյան վարչապետը Հայաստանի Հանրապետության այն տխուր իրավիճակը, օրինակ այս աղքատությունը, հա, թվերը, որ անում ենք սոցիոլոգիա է, հա, մենք հələ պետական թվերի վրա ենք տեսել եք մարզերում ինչ վիճակ, ամեն մարզային այցից հետո ես գալիս ու խորը դեպրեսիայի մեջ եմ գնում, ամբողջ գիշեր մեր քաղաքացիների դեմքերը աչքիս առաջ պտտվում էր։ Դուք չեք պատկերացնում ինչ են մեր պետությունը դարձրել։ Վայոց ձորում Տավուշում աղքատությունը վերջին 18 թվից սկսած գրեթե կրկնապատկվել է։ Գյումրիում 43%-ի է հասել։ Ծայրահեղ աղքատությունը աճել է երկրում։ Ամեն իրենք ինչ խոստում նախընտրական քաղաքացիական պայմանագիրը տվել են, այդ բոլոր խոստումները տապալել են։ Ոչ մի բան 100%-ով չեն կատարել։ Իսկ Սամվել Կարապետյանը իր հնարավորությունն է, որ ասում էր, հա, ներդրումային ֆոնդեր ենք սարքում, մեծամասամբ արտաքին ֆինանսավորման, ընդհանրապես 10-20% պետական բեռը ենք թողնում։ Այդ ամեն ինչը իր կապերի շնորհիվ էր բացառապես հնարավոր ու իր միջոցներով ու այո, կար, ես տեսել եմ ու բացառիկ հնարավորություններ մեզ այս ճգնաժամային վիճակից դուրս բերելու ու շատ ցավում եմ, որ հիմա այս իրավիճակում ենք, բայց կրկին եմ ասում, այս իրավիճակը կրկին ապօրինությունների հետևանք է։ Հա, խնդրեմ, վերջի հարցն է տա ամփոփ է, դուք էլ մեր չէ։ Հայտարարվեց, որ Սամվել Կարապետյանը ասուլիս է հրավիրել, ապա չեղարկվեց։ Կխնդրեմ ասեք, ինչ ուներ ասելու եւ ինչու չեղարկվեց, օրինակ հպականները մեկնաբանում են, որ ընդհանրապես ասելիք չուներ եւ այդ պատճառով չեղարկվեց, ինչպես նաեւ այս պահին ինչ փուլում է Սամվել Կարապետյանի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։ Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ ասուլիսի վերաբերյալ, որ չեղարկվեց։ Հա, ես գիտեմ, որ հենց ընտրության գիշերը պարոն Կարապետյանը հրավիրեց լրատվամիջոցներին եւ իր խոսքը ասեց, այլ Հա, ես դրանից եւի տեխնիկական կաղախնդիր է եղել, տեղյակ չեմ, բայց այնուամենայնիվ արձանագրենք, որ հատկապես այնտեղ միջադեպ եղավ, պարոն Կարապետյանը հրավիրեց ԶԼՄ-ներին եւ խոսեց մեր հանրության հետ։ Ես կփոխանցեմ մեր տեղեկատվական բլոգին, կներեք այդ իմ իրավասության տիրույթում չի, բայց անպայման կփոխանցեմ, բայց գիտեմ պարոն Կարապետյանի սկզբունքն ու մոտեցումը, որ ինքը շատ համագործակցելի է, էլի բոլոր ԶԼՄ-ների հետ։ Եվ երկրորդ հարցը Հա, քաղաքացիությունների հրաժարումը process-ի մեջ է, ինչպես հայտարարել է ինքը։ Հա, բայց ինչ փուլի է հասել, որտեղ Այդ պարոն Վարդևանյան, չէ, տեսեք, հարգելիս, այն հանգամանքը, որ պարոն Կարապետյանը անազատության պայմաններում է գտնվում, այդ քաղաքացիների հրաժարման process-ը ավելի երկարատև է դարձում։ Բացի այդ, երկու տարբեր պետությունները իրավական ընթացակարգեր են։ Թե որ փուլի են հասել, ավելի մանրամասն պարոն Վարդևանյանն է տիրապետում, կխնդրեմ իրեն ուղղել այդ հարցը։ Տիկին Մելյան, նոր ձեր խոսքում նշեցիք, որ եղել են դրվագներ, երբ առերևույթ կաշառքի կամ ենթադրյալ կաշառքի դեպք է արձանագրվել եւ ոստիկանները օրինակ հեռախոսը վերցնել են ու ջնջել են այդ տեսանյութը։ Նախ այդ հանգամանքի վերաբերյալ դուք ինչ քայլ արդյոք դիմել եք իրավապահամակարգին, որովհետեւ ի տարբերություն իշխանության ընդդիմադիրների ձեռքում շատ ավելի քիչ են լծակները դրանք բացահայտելու, այդ հատուկ են դեպքերն, որոնք օրինակ ձեզ թույլ են տալիս խոսել կաշառք տալ ստանալու մասին, ձեր բացման խոսքում դուք նշեցիք, որ եղել են նաև դրվագներ, որ քաղաքացիները արդեն իսկ 16 համարի քվեաթերթիկը իրենց գրպանում մտել են ընտրատեղամաս։ Օրինակ այդ դրվագում, այդ դեպքում ինչ պիտի անեին։ Ձեր պարագայում օրինակ ասացիք 3 համարի քվեաթերթիկը 2 հատ են դրել, որպեսզի 2 հատ դրվի աղբարտողը մեջ, դա օրինակ անբավեր լինի։
16-ի դեպքում դա ինչ պետք է տեղի ունենա եւ նաեւ նշեցիք, որ 700-ի է հասել ձերբակալվածների, կալանավորվածների թիվը մասնավորապես ձեր թիմակիցների շրջանում, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին նշել էր, որ մասնավորապես կաշառք ստանալու դեպքերով շատ ավելի խիստ են։ Մինչև այս պահը ձերբակալվածներից, կալանավորվածներից, ձեր թիմակիցներից քանի հոգի են ազատվել։ Տեսեք, այդ 700 հոգին ձերբակալվածներից շատ քիչն է հետևանք կրել, այսինքն մոտավորապես մինչև մի քանի տասնյակն է, որ խափանման միջոցներ է կրում, որովհետև ժողովուրդ ջան, կրկին ընդգծեմ, այս առիթը օգտագործեմ, այդ կաշառքի դրվագները իրենք մտածածին տեղեկատվական գրոհ էին էլի մեր քաղաքական ուժի նկատմամբ, որովհետև հաշվի առնելով թե քաղաքական ուժի, թե առաջնորդի բարձր վարկանիշը ու հեղինակությունը պետք է մի բան գտնեին, չէ, հեղինակության վրա ազդելով իրանք վերցրեցին այդ կաշառքների սխեման։ Չկա գետնի ապացուցված դեպք, չկա փորձաքննություն այդ ձայնագրությունների, չկա դրանց հավաստիությունը որևէ կերպ ապացուցող որևէ դրվագ, ասեմ ավելին, այս բոլոր նյութերով ամեղության կանխավարկածի տոտալ տենց ավիրում է պետական մարմինների կողմից, որովհետև ի տարբերություն ինձ հասարակ քաղաքացիություն ենք պաշտոնատար անձանց հետ, ովքեր այս ինչի համար էր, հա, կրկին հակակոռուպցիոն կոմիտեի կայքեջը մտեք մի հատ մամլո հաղորդագրություններ ունեք, արդյոք նախորդի այլ գործերով տենց ակտիվություն դրսևորել են, իրենք սպասարկում են քաղաքական օրակարգը դուրս էր գալի, հակակոռուպցիոն կոմիտեն մամուլը հաղորդագրություններ տարածում, ձայնագրություն, այդ ձայնագրությունը դառնում էր օրվա իշխանության ռիլերի, փոստերի նյութ, շրջանառում էին եւ սկսում են քաղաքական տերորի եւ հիբրիդային միջամտությունների, այո, դա բացահայտ տեղեկատվական գրոհ է, ինչու ոչ նաեւ նույն իրենց ասած հիբրիդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որովհետեւ ամենամանիպուլացված դրսևորումներով օգտվելով իրենց լծակներից ու լայն լսարանից, որը բնական կյանքում իրենք չէին ունենա, եթե այդ պաշտոնը չզբաղեցնեին, իսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին լայն սահմանափակումներ է նախատեսում պաշտոնատար անձանց նկատմամբ, հա, նման իրենց դիրքով պայմանավորված իրենք շահարկում էին դա, հետևաբար կրկին ընդգծում եմ, սա եւս մեր քաղաքական ուժի նկատմամբ բացահայտ արհեստական միջամտության դրվագ էր։ Տեսեք, 16 համարի մենք համոզմունք ունենք, որ ինչ-որ համակարգ է աշխատացվել, ես չգիտեմ, գործ ունեն այդ սխեմատիկ առումով, էլի, սարքերն են փչացվել, միջամտություն է տեղ ունեցել, բայց ինչ-որ համակարգ աշխատացվել է, այդ հետքերով պետք է գնալ, արդյոք քաղաքացուն ընդհանրապես որտեղից 16 համարի քվեաթերթիկը, ինչ-որ մեկը դուրս էր բերել, ինքը հետը մցրեց, թե ուներ նախապես տրված, սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս եւ երրորդ համարն էլ ակնհայտ է, հա, արհեստական ձևով երկու հատ տալիս են, որովհետեւ մեր անվանական անձնապես մեզ նվիրված հայտնի օրենքը, որ Սամվել Կարապետյանի անունը արգելեցին օգտագործել որպես դաշինքի անուն, այդտեղ հենց այդտեղ են այդ տեխնիկական փոփոխությունը արել, այդտեղ կարգավորում կար, որ այլևս քվեաթերթիկի հետ, եթե եւս մեկ քվեաթերթիկ կա, դա անվավերության հիմք է, իսկ մեր քաղաքացիները էլի գյուղաբնակ շատերն են լինում, որ իրենց ցանկալի քվեաթերթիկը գտնում են ու մնացած տրցակը հետը տեղադրում են ծրարի մեջ։ Կնայ կաշառք։ Հա, ուզում եք ես կաշառքի հետ կապված մի հատ sense էքսկլյուզիվ բացահայտում անեմ, որը երբեք հանրային կերպով չեմ ասել, բայց էլի հետաքննության առարկա թող դառնա։ Ցավոք սրտի, այո, մեր մեխանիզմները, ես ինչի երբեք ինձ թույլ չեմ տալի, ասեմ հիմա օրինակ ինչու ի սկզբանե չսկսեցի, կաշառքներ են բաժանում, որովհետև ես անձամբ չունեմ լուսանկար հանած տեսանյութ կամ լուսանկար, որտեղ այդ կաշառքի դրվագը կամրապնդվի կամ որևէ քաղաքացի ով կգար եւ ցուցմունք կտար, որովհետեւ ի տարբերություն իրավապահների ու այդ քաղաքացիական պայմանագրի ով իշխող ուժը, մենք չունենք այդ լծակները գաղտնալսելու։ Մեր ողջ ազգը արդեն այդ գաղտնալսման տրամաբանությամբ է ապրում, անգամ դպրոցի ծնողները իրար երեխայի հարցով փակ կապով են զանգում, որովհետև ենթադրում են, որ գաղտնալսվում են։ Սա արդեն իրավական ու ժողովրդավար պետության տրամաբանությունից դուրս է ու շատ ցավում եմ դրա համար, բայց մենք որպեսզի կարողանանք
որևէ պետական լծակ չունենք, հասկանալի է, չէ՞, օրինակ պատկերացրեք պետական իրավապահ համակարգը ԿՊ-ի համար նույնական աշխատեր։ Դուք պատկերացնում եք, չէ՞, օրինակ կա համայնքի ղեկավար, ով անգամ ավականուն է շրջանառում, միայն համայնքի ղեկավարի անունից ֆինանսական աջակցություններ է նախընտրական շրջանում տալիս քաղաքացիներին։ Դուք պատկերացնում եք այդ մարդու գաղտնալսումները, որ լսեք ինչեր կբացահայտվեր։ Շատ հետաքրքիր բաներ։ Հիմա օրինակ Գյումրին անդրադառնամ։ Գյումրու հետ կապված Գյումրու ավագանի ընտրություններին կրկին բազմաթիվ ահազանգեր էի ստանում, որ կաշառք է բաժանվել, բայց կաշառքը բաժանվել էր տոտալիզատորների կայքեջերին փոխանցում կատարելու անհատական մարդկանց։ Մենք դիմել ենք հասարակական կազմակերպություն գործընկեր ունեմ, ով դիմել էր թե ոստիկանություն, թե դատախազություն, բոլոր իրավապահ մարմիններին Գյումրու ընտրությունների միջակայքում այդ 1.5 ամսում տոտալիզատորների շարժը ցույց տալու խնդրանքով։ Ու կռահեք, այդպես էլ որևէ տեղեկատվություն չտրամադրվեց։ Ուստի էլի ես այդ մասին չեմ բարձրաձայնել, բայց կրկին հետաքննության առարկա է, կարող եք ուսումնասիրություն իրականացնել։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Այն ամենայնիվ, եթե մտնեք խորհրդարան Տիկին Մելոյան, ձեզ կհաջողվի Կասեստեր Փաշինյանի հակահայկական քայլերը, օրինակ սահմանադրության փոփոխությունը, հռչակագրից հրաժարումը, Արշավը եկեղեցու դեմ կաթողիկոսի հեռացնելը, նոր տարածքներ հանձնելը, նախկին ընդդիմությանը շատ բան չհաջողվեց։ Անկախ նրանից կմտնենք խորհրդարան, թե չէ, թե այդ ամենի դեմ պայքարը միշտ իմ անձնական օրակարգն է եղել, թե իմ առաջնորդի օրակարգն է, այնպես որ մենք ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու, ես չունեմ հայրենիք, որից պատրաստում եմ հրաժարվել ու այս տարիներս չեմ զոհել իզուր ու որևէ բան չկա, հա, որ պետք է այդ իմ տրամադրությունը փոխի իմ հայրենիքի ու իմ արժեքների համար պայքարում, այնպես որ նույն մոտեցումը իմ առաջնորդը ունի, դրա համար ես քաղաքական ուժ մտա, ես երբևիցե կուսակցական չեմ եղել, մենք մեր արժեքների համար անկախ որտեղ կգտնվենք, մեր պայքարը շարունակելու ենք։ Շնորհակալ եմ։